Դոֆամինը երջանկության հորմոն չէ։ Եթե կարծում եք, որ դոֆամինը պարզապես երջանկության հորմոն է, ապա ժամանակն է վերանայել այդ պատկերացումը։ Ժամանակակից նեյրոգիտությունը ցույց է տալիս, որ դոֆամինի հիմնական հատկությունը ոչ թե մեզ համար հաճույք ստեղծելն է, այլ մեզ մոտիվացնելը, օգնել սովորել կամ կանխատեսել, թե որ գործողությունը կբերի, այսպես ասած, պարգևի։ Երբ ուղեղը նկատում է մի բան, որը կարող է կարևոր լինել, նոր հաղորդագրություն, հավանական շահում կամ հետաքրքիր նորություն, դոֆամինային համակարգը ակտիվանում է եւ կարծես ասում է. «Ուշադրություն դարձրու, սա կարող է քեզ համար արժեքավոր լինել»։ Ահա թե ինչու հեռախոսի ծանոթությունները կամ սոցիալական ցանցերում անվերջ սքրոլը մեզ այդքան հեշտ են գրավում, ոչ թե որովհետեւ դրանք անմիջապես երջանկացնում են, այլ որովհետեւ ուղեղը սպասում է հնարավոր պարգևին։ Ամեն նոր թարմացում սքրոլանելու ընթացքում կարող է հետաքրքիր լինել։ Հենց այդ սպասումն է պահում մեր ուշադրությունը։ Քեմբրիջի համալսարանի նեյրոգիտնական Վոլֆրամ Շուլցի աշխատանքները ցույց են տվել, որ դոֆամինային նեյրոնները հատկապես ուժեղ արձագանքում են անսպասելի պարգևին կամ սպասվածից ավելի լավ արդյունքին, եւ ժամանակի ընթացքում սկսում են արձագանքել արդեն այդ պարգևը կանխատեսող ազդանշանին, ոչ թե հենց պարգևին։ Սա հայտնի է որպես reward prediction error, պարգևի կանխատեսման սխալ։ Գիտական փաստ համար 2։ Nature Reviews Neuroscience հայտնի ամսագրում հրապարակված մեկ այլ լայնորեն մեջբերվող ակնարկը ցույց է տալիս, որ դոֆամինը առանցքային դեր ունի մոտիվացիայի, սովորելու եւ վարքի ձևավորման մեջ։ Այն օգնում է ուղեղին հասկանալ, թե որ գործողություններն արժե կրկնել, այլ ոչ թե պարզապես ստեղծում է հաճույքի զգացողություն։ Ինչ ենք եզրակացնում, դոֆամինը երջանկության հորմոն չէ։ Այն ավելի շուտ մոտիվացիայի եւ նոր բան սովորելու քիմիական ազդանշաններից մեկն է, որը մղում է մեզ գործել, ուսումնասիրել եւ կրկնել այն վարքը, որը ըստ ուղեղի կարող է օգտակար լինել։ Այսքանը դոֆամինի մասին։